Մասուրի յուղ ենք պատրաստելու, ավելի կոնկրետ ինֆուզ։ Մասուրի յուղով տասնյակ մաշկային խնդիրներ է հնարավոր լուծել՝ պիգմենտացիայի գունաբացում, բորբոքումների, կարմրության թեթևացում, մաշկ է սնուցում, խոնավեցնում, սպիեր լավացնում եւ այս բոլոր արդյունավետությունները այս մի բուռ մասուրի մեջ, որը եւ կորիզներից եւ պտղամսից հնարավոր է այդպիսի հրաշալի խնամքի միջոց ստանալ։ Մինչ կանցնենք մեր հիմնական բաղադրատոմսի պատրաստմանը, ձեզ ուզում եմ ներկայացնել եւ կրկին մեկ անգամ ծանոթացնել մեր ապրանքներից եւս մեկի հետ, դա մեր եռաթթու պիլինգն է։ Այս ապրանքը մասուրի հետ այս պայն ընդհանուր առմամբ միայն մի կապ ունի, որ երկուսն էլ գունաբացող հատկություն ունեն։ Երկու ապրանքներն էլ առանձին են օգտագործում, պարզապես իրենց որոշակի հատկություններով իրար մոտ են, դրա համար հետը ցույց եմ տալիս, բացատրում եմ։ Սա պրոֆեսիոնալ խնամք է, այս խնամքի միջոցով հնարավոր է մաշկը գունաբացել, սպիտակացնել, կնճիռները հարթեցնել, պիգմենտացիան լավացնել, այսպիսի խնամքի միջոց սրահներում են օգտագործում, բայց պարտադիր չէ միայն սրահում օգտագործել, այն շատ պարզ է օգտագործելի, հեշտ է, նաև հնարավոր է, որ տանը օգտագործեն։ Տարիքային, սեռային սահմանափակում չունի։ Այս մեկ տարան ձեզ 2.5 ամիս կարող է բավականացնել։ Իհարկե, եթե դուք դրան զուգահեռ նաև այլ խնամքի միջոցներ օգտագործեք, ինչպիսին է այս մասուրի յուղը, որը ձեր ձեռքով պատրաստած է, կտեսնեք ինչքան բնական է, ինչքան առողջարար է, այդ դեպքում բնականաբար շատ ավելի լավ արդյունք կունենաք։ Դե հիմա արդեն մենք անցնենք մեր հիմնական բաղադրատոմսի պատրաստմանը։ Մեզ մեր մասուրի յուղի համար հենց այսպես մասուր է հարկավոր, որը այս սեզոնին դեռ հնարավոր է հավաքել կամ գնել։ Եթե ձեր տարածքներում կա, կարող եք հավաքել, եթե ոչ, գրեթե շատ տեղերում են տատիկները վաճառում, շուկաներում։ Եթե լինի կիսաչոր վիճակ, դա ամենալավ հարմար իրավիճակն է մասուրի յուղ պատրաստելու համար։ Մասուրի յուղ կամ ինֆուզ, ինչով են դրանք իրարից տարբերվում։ Հիմա մի փոքր այդպես թեորիապես բացատրեմ, որ իրենից ինչ է ներկայացնում, մինչ կանցնենք պատրաստմանը։ Դե եթե հիշում եք, ձեր հետ եմ ես Աննա Հովհաննիսյանը, դուք էլ մեր շոկոլադ Women էջում եք, եւ եթե մեր բաղադրատոմսերը հավանում եք, հավանեք մեր էջը, ովքեր հավանել են, կրկնակի մի հավանեք, թե չէ այս դեպքում էջից եք դուրս գալիս եւ մեր այս հրաշալի ու այս դեպքում նաեւ պրոֆեսիոնալ բաղադրատոմսերը բաց չթողնելու համար։ Երբ որ այս խնամքի միջոցը հիմա սկսենք միասին պատրաստել, սա դեղատներում վաճառվող մասուրի յուղից 10 անգամ ավելի լավն է եւ նրան ոչնչով չի զիջում։ Հիմնականում մասուրի յուղը, ես հիմա այսպես մի փոքր բացեմ, տեսնեմ, որ ունեմ մի փոքր։ Նայեք, սա մի քիչ չոր է, հարմար չի, նայեք, մասուրի հիմնական յուղը ստանում են, երբ որ մասուրի այս կորիզները ճզմում են, ճզման եղանակով։ Կորիզի մեջից դուրս եկած յուղը հենց նոր համարվում է մասուրի բնական եւ իսկական յուղը, որն իր մեջ ավելի մեծ քանակությամբ վիտամիններ է պարունակում։ Բայց մենք այս անգամ մասուրի ինֆուզ ենք պատրաստելու։ Ինֆուզը տարբերվում է այն առումով, որ չենք ճզմելու, այլ պարզապես իր վրա յուղ ենք լցնելու եւ բոլոր այն դեպքերը, երբ տվյալ մթերքի վրա լցվում է յուղ, դա կոչվում է ինֆուզ։ Եթե ճզմում են կորիզները, դա կոչվում է առաջի ճզման յուղ։ Դուք դեղատներից գնում եք ինֆուզ եւ այն է այս որակի չի լինելու, ինչը հիմա ինքներդ կպատրաստեք։ Մեր այսօրվա ինֆուզի համար մեզ անհրաժեշտ է այսպես մասուր, որը գնել եք կամ հավաքել եք, լվացել եք, չորացրել եք, կիսաչոր վիճակում է, որպեսզի կարողանա ավելի լավ դուրս գալ։ Առհասարակ մենք այսօր 100 գրամի բաղադրատոմսի համար ենք պատրաստում, բայց դուք կարող եք եւ գրամներով առաջնորդվել եւ կարող եք աշկաչափով առաջնորդվել։ Ես երկու տեսակն է ձեզ կասեմ։ Հիմնականում 100 գրամի համար ձեզ անհրաժեշտ է լինելու 20 գրամ էլ մասուր։ Բայց եթե ձեր ձեռքի տակ չկան գրամներ, աշկաչափով դա լինում է 1/4-ը։ Օրինակ, եթե վերցրել եք, տեսեք, իմ տարան 100 գրամ է, եթե նմանատիպ դուք գրամներով տարա չունեք, սա սովորական այն առաջվա հին ուղու բաժակների չափսն է, այդ չափսը վերցնում եք, լցնում ձեր համապատասխան յուղը,
Այս դեպքում ես այս անգամ կոկոսի յուղ եմ օգտագործելու, կարող եք ինքներդ էլ կոկոսի յուղ օգտագործել։ Այս ինֆուզների համար ամենալավը, ամենաճիշտը կոկոսի յուղն է կամ զեյթունի յուղը։ Դուք դրանցից որ մեկը որ ունեք։ Իհարկե կարելի է նաև արևածաղկի, բայց արևածաղկի ձեթը ռաֆինացված է, իսկ ռաֆինացիայի ժամանակ շատ ավելի այլ նյութեր են օգտագործվում, որն այդքան էլ շատ բարձր որակ չի ունենում, եւ պահպանման ժամկետն է շատ ցածր։ Իսկ զեյթունի յուղը, երբ որ առաջի ճզման է, արդեն ինչպես ձեզ նախապես ասեցի, երբ որ ճզմել են, կորիզները հանել են, այդպիսի յուղը նկատի ունեմ։ Արդեն այս որակի յուղերը իրենց մեջ շատ տարբեր թթուներ են պարունակում, շատ վիտամիններ, որն էլ իր առանձնահատկություններն ունի։ Ստացվում է եւ մասուրի յուղ եւ զեյթունի յուղ, այս դեպքում իմ դեպքում կստացվի եւ կոկոսի յուղ եւ մասուրի յուղ, երկուսը մեկում եւ կլինի շատ ավելի օգտակար։ Կշռելու եմ սկզբի համար իմ կոկոսի յուղը, գիտեք կոկոսը բավական շուտ է հալվում, դրա համար բավական է դնել տաք ջրի մեջ ու արդեն դուք կունենաք հալեցրած կոկոսի յուղ։ Նույնը զեյթունի դեպքում կարևոր չի լինելու, որովհետև զեյթունի դեպքում նա արդեն հեղուկ վիճակում է։ Քանի որ հիմա ուզում եմ որոշ դեպքերում ցույց տալ գրամով աշխատելու տարբերակը, բայց ասում եմ, որ դա ընդհանրապես պարտադիր չի, կարող եք պարզապես աշկաչափով 1/5-ը լցնել յուղ, իսկ այդ 5-րդ մասը նոր լցնել տվյալ մթերքը, այս դեպքում մասուրը։ Չնայած կարող եք ավելել լցնել, դրանից ոչ մի վտանգավոր բան տեղի չի ունենա։ Հիմա դնում ենք մի քիչ գոլ ջրի մեջ, որ հալվի, կարողանա գրամը հնարավորինս ճշգրիտ ստացվի դրա համար, բայց երբ որ դուք ձեր համար կանեք, պարզապես կարող եք ձեր հարմար տարայի մեջ, կարող եք միանգամից ապակյա տարա եմ օգտագործելու, կարող եք նմանատիպ վերցնել, կարող եք խոհանոցի ցանկացած օգտագործած ապակյա տարա վերցնել, որը կարող եք բերանը փակել, բայց այս դեպքում շատ կարևոր է, որ այն լինի ապակի։ Վերցնում եք, մոտավորապես 100 գրամի դեպքում ստացվում է 20 գրամ, մասուրի հատիկները մի քիչ բացում եք, որ հնարավորինս իր մեջ ավելի շատ մտնի յուղը, միայն այդ պատճառով, եթե ձեզ մոտ մասուրը շատ չոր է, ինձ մոտ դեռ ամբողջությամբ չի չորացել, դրա համար այսպես հանգիստ բացում եմ։ Այսպես բացում եք, կարող եք դանակով կտրել, չգիտեմ, ձեռքի տակ ինչ հարմարություն որ ունեք, դրանով կոտրեք, այդ դեպքում շատ ավելի լավ է լինելու, որովհետև արդեն իսկ իր մեջի կորիզների յուղն էլ է դուրս գալու։ Դա մի 10 հատիկի չափով է ստացվելու, մինչ այդ էլ արդեն կհալվի իմ կոկոսի յուղը, որովհետև նույնիսկ մարմնի ջերմաստիճանից է կոկոսի յուղը հալվում, այնպես որ մի փոքր նույնիսկ գոլ ջուրը կհալվի։ Մինչ այստեղ շարունակում է հալվելը, ես մի քանի հատիկ է լցնեմ։ Դեղատներում դժվար թե այսպիսի որակի յուղեր օգտագործեն, հիմնականում դեղատներում վաճառվող մասուրի յուղը, որը դուք գնում եք ամենատարբեր կարիքների համար, որոշները ներս ընդունելու տարբեր աղիքային խնդիրների համար են օգտագործում, մենք մեր էջում հիմնականում ցուցադրում ենք եւ բացատրում ենք դրա օգտակար հատկությունները մաշկի խնամքի հետ կապված, օրինակ մաշկի թարմության եւ պայծառության համար են օգտագործում, իր մեջ մեծ քանակությամբ C վիտամին է պարունակում, պիգմենտացիա է գունաբացում, բորբոքումներ եւ կարմրություն է թեթևացնում, մաշկ է սնուցում, խոնավացնում, սպիերն ու հետքերն է մաքրում, այո, պատկերացրեք, եթե ձեր մաշկի վրա արդեն վաղուց սպիեր են առաջացել, դրանք շատ հեշտ հնարավոր է մասուրի յուղով ամեն օր մի քիչ շփել, դրանից հետո լվանալ ընդհանրապես հարկավոր չի, որովհետև դրա կարիքը չկա, ինքը լավ սնուցում է, նաև գունաբացում է, ստացվում է 11-ում խնամքի միջոց, որը հենց այսպես հեշտ հանգիստ ինքներդ պատրաստում եք։ Այսպես մի քանի հատիկ բավական կլինի արդեն։ Չեմ կշռում, աշկաչափից եմ օգտվում, որովհետև եթե մասուրս մի քիչ էլ շատ լինի, միայն դրանից ավելի լավ։ Որոշ դեպքերում օրինակ ես նաև մեկին մեկ եմ լցնում,
ու այդպես ավելի ճիշտ եմ համարում, բայց ես քանի որ հիմա ձեզ բազային բաղադրատոմսն եմ ասում, ըստ բաղադրատոմսի, երբ որ հիմա յուղը կլցնենք, գրեթե հալվել է, մի քիչ էլ թող մնա։ Այսպես երբ արդեն կոկոսի յուղը ձեր հալվել է, վերցնում եք ու 100 գրամը այսքաններ, վերցնում եք ու արդեն լցնում ձեր նախորոք կոտրած, ջարդած կամ մանրացրած մասուրի վրա։ Մի հատ այսպես լավ սիրուն խառնում եք, որ ամբողջ հատիկները հնարավորինս յուղով ծածկվեն, հետո բերանը պինդ փակում եք և 4 շաբաթով ուղարկում թրմվելու։ Այս յուղի պարագայում այն հարկավոր է հնարավորինս տաք տեղ դնել, կարող եք տան ամենատաք անկյունում դնել կամ տաքացուցիչների կողքը, ոչ թե կփչանա, այլ թրմվելու արդյունքում վիտամին C-ն կառանձնանա և այն կդառնա արդեն շատ օգտակար խնամքի միջոց, ինչը վերը նշված տարբեր խնդիրների օգտագործման համար նշեցի, որ կարող եք օգտագործել։ Երբ այդ 4 շաբաթն անցնի, ինքը արդեն կդառնա այսպես գեղեցիկ, մի փոքր գույնը կփոխի կոկոսի, այդպես դեպի դեղինին խփող գույն է ունենալու։ Երբ որ արդեն այդ ժամանակը կլռանա, կարող եք 4-5 շաբաթ էլ թողնել, այդտեղ վտանգավոր ոչ մի բան չկա, կնայեք, երբ որ արդեն փոփոխվել է, կքամեք սովորական մանր, կարող եք բինտի վրա լցնել քամել, որ այնտեղ հատիկներ, այն ծակծկող փշի նման մասուրի մեջ այդ թեփուկներից էլ չմնան, վերջ, արդեն ինքը ձեզ կոսմետիկ խնամքի համար պատրաստ է։ Եթե դուք ուզում եք, որ այն ավելի երկար պահպանեք, գիտեք, որ օրինակ տվյալ քանակը շատ չեք կարողանա օգտագործել, կարող եք իր մեջ վիտամին E-ի կապսուլներ, այդպես որ դեղատներում վաճառում են, մի քանի կաթիլ ավելացնել, այդպես իր պահպանման ժամկետը կավելանա, եթե ոչ, դա պարտադիր պայման չէ, հենց սա էլ բավական է, միևնույնն է, յուղը այդքան էլ արագ չի փչանա։ Եվ վերջ, հենց այսքանն էր, այս 10 մեկում խնամքի միջոցը, որ կարող եք ինքնուրույն պատրաստել և օգտագործել ինչպես ձեր երեխաների և ընտանիքի բոլոր անդամների համար, հատկապես առջևում ձմեռ է, կարող եք սա շրթունքներին քսել, ձեռքերին, դեմքին, աչքերի շուրջ, պիգմենտին, արմունկներին, ծնկներին, կրունկներին և մազերին։ Մի խոսքով օգտակարություն է։ Իսկ ձեր հետ եմ ես, Աննա Հովհաննիսյանը, կհանդիպենք մեր հաջորդ հանդիպմանը։